Օրինակ ելույթից կբացատրեք ինձ ինչի պետքա եվրոպացին միացնի Սիմոնի ելույթը, նայի տեսահոլովակը ու նայի բեմի ելույթը ու տեսնի գրասենյակային մթնոլորտ ու գրասենյակային տրամաբանություն։ Ժողովուրդ, մարդիկ, ովքեր աշխատում են առավոտը ժամը 8-ից մինչև ժամը 6-ը գրասենյակում, արդեն զզվում են այդ վիզուալներից, քսերոքսի ապարատներից, վերելակներից, այդ հագուստերից, ինչ վերաբերվում է երգին, երգը տոտալ անհետաքրքրություն է առաջացնում։ Դուրս եկեք փողոց, հարցրեք 10 մարդուց 10 մարդն էլ երևի թե 9 մարդն էլ չի կարող վերարտադրել երգը, որովհետև երգը հիթ չի դարձել։ Ինչ վերաբերվում է Սիմոնին, Սիմոնը լավ երգիչ է, Սիմոնը կարողանում է երգել, Սիմոնը կարողանում է պարել, բայց Սիմոնը փոքր բեմի երգիչ է իմ կարծիքով։ Կոբայում, որտեղ մենք գնում ենք եւ Սիմոնին տեսնում ենք, ինքը ֆանտաստիկ է, թույն ելույթ է ունենում, բայց դա դեռ բավարար չի իրեն հասցնել դեպի Եվրատեսիլ։ Սիմոնի վիզուալի հետ ես ընդհանրապես համաձայն չեմ, միշտ իմ մոտ ցանկություն է առաջանում հասկանալ, որ ազգի ներկայացուցիչ է ինքը, չգիտեմ, մի հատ sense ինչ որ մարդկանց խնդրել, որպեսզի իր վրայի այդ ավտոզագարը մաքրեն, բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ ինքը այս բոլոր հանգամանքներից ամենաուժեղ կոմպոնենտն է, եւ եթե ինչ-որ մի բան ստացվել է բեմի վրա, գոնե դա ստացվել է բացառապես Սիմոնի փաստորեն նախաձեռնությամբ։ Մենք պետ բյուջեից մեծ փողեր ենք օգտագործում Եվրատեսիլ երգի մրցույթի համար։ Ժողովուրդ ջան, մեզ պետք է արդյոք այդ փողերը օգտագործել Եվրատեսիլի վրա։ Եթե պետք է, եթե մեր երկրի վարկանիշի համար դա լավ է, ուրեմն կլինի, որ դրանով զբաղվեն այլ թիմ։ Ժողովուրդ ջան, այս թիմը ցույց տվեց այս ժամանակահատվածում, որ իրենց մոտ դա չի ստացվում։